Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի գրասենյակում հյուրընկալեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած 50-ից ավելի երիտասարդների։ Նրանք Լոս Անջելեսի Հայկական բարեգործական ընդհանուր միության Մանուկյան Դեմիրճյան վարժարանի սաներն են, ավարտել են 10-րդ դասարանը ու ճանաչողական այց են նախաձեռնել Հայաստան։ Ինչպես նշում է դպրոցի տնօրենը, ունեն 18 ամսականից մինչև 18 տարեկան աշակերտներ։ Մանուկյան Դեմիրճյան վարժարանում մյուս առարկաների հետ միասին սովորում են նաև հայերեն, հայոց պատմություն, գրականություն։ Երիտասարդները ավագ դպրոցում գալիս են հայրենիք նախընտրած մասնագիտության ոլորտում փորձ ձեռք բերելու։ Ներկաները եղել են Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, արդեն այցելել են մարզեր, եղել են պատմական վանքերում։ 1000-ից ավելի աշակերտներ ունենք, հալդարի մյուս տարի պիտի լինեն 1000 մոտ 1100 աշակերտներ։ Ամեն տարի մենք 10-րդ դասարանի աշակերտներին բերում ենք Հայաստան, որտեղ առաջի անգամ տեսնեն Հայաստանը, հայրենիքը։ 15 օրով են գալի, փորձում ենք ամեն մարզեր տեսնել, ամեն մարզերը տեսնելու են։ Մեր դպրոցը բացի որ հայերեն լեզու են սովորում, հայոց պատմություն են սովորում։ Շատ լավ գիտեն մեր պատմությունը, տեղյակ են ամեն տեղերից, բայց գալիս են եւ իրենց աչքով տեսնում են, տարբեր տպավորվում իրանց մեջ։ Ես ամբողջ կյանքս բարեգործականի աշակերտ եղած եմ Բեյրութ, Մելքոնյան, Գիբրոս եւ հետո ուսուցիչ Բեյրութ եւ վերջին 24 տարին Լոս Անջելես։ Միությունը իմ սրտիս մեջ է, իմ հոգիս մեջ է։ Որպես հայերենի ուսուցիչ, պատմության, լեզվի, գրականության եւ նաեւ վերջին 10 եւ ավելի տարիներին բաժանմունքի պատասխանատու, ասեմ որ շատ դժվար է սփյուռքի մեջ հայ բահել։ Մենք այդ է որ կգադարենք, ոչ միայն մենք, բոլոր հայկական դպրոցները քարեն հաց կհանենք, ինչպես որ գսենք։ Հիմա ես հողին ուժ կսկամ։ Ես այստեղ 7 տարի սովորել եմ, իմ երգիրն է, ինչքան ես լիբանանցի եմ, ես ամերիկացի եմ, բայց հայ եմ։ Ես Լոս Անջելեսին եմ եւ HB Մանուկյան Դեմիրճյան սկուլ վարժարան գերտամ, իմ ամբողջ կյանքս գերտամ, իմ ամբողջ ընտանիքս գերտա, եղբորս, քույրիկս, բաբաս ալքնած, HB Մանուկյան Դեմիրճյան սկուլ եւ միշտ հոն քացած ենք եւ շատ կսիրենք HB-ին։ Քանի որ մենք Սփյուռքում ենք ապրում, շատ կարեւոր է իմանալ մեր պատմությունը, Հայաստանի պատմությունը եւ եթե չիմանանք ոնց որ մեր ինքնությունը կկորցնենք այդ պատճառով։ Ուրախ եմ, որ ստեղ եմ ընկերների հետ եւ կարող եմ միանամ հայկական համայնքի հետ եւ ուրախ եմ, որ իմ սիրած բաները ստեղծագործություն, այսինքն տեխնոլոգի այդպես բաներ կարող եմ այդ դրանց հետ սպառվել, բայց հիմա Հայաստանում իմ մայր հայրենիքի հետ։ Ես եկած եմ 10 կամ 9 տարի առաջ, երբ որ 6 կամ 7 տարեկան էի, շատ սիրեցի, բայց շատ չեմ հիշեր, որ ինչքան փոքր էի։ Եվ երբ որ հասարանի հետ եկերենք հիմա, ամեն գհիշեմ եւ ամեն բան ավելի գսիրեմ որ հիմա։ Հայկական բարեգործական ընդհանուր միության բոլոր ծրագրերը, որոնց շրջանակում կառույցի Հայաստանի գրասենյակը հյուրընկալում է Սփյուռքից եկած երիտասարդների, ունեն մարդասիրական բաղադրիչ, համայնքային ծառայություն։ Հիմա ներկաները հիգիենայի պարագաներ են փաթեթավորում։ Այդ փաթեթները երիտասարդները տրամադրելու են Հայաստանի տարբեր բնակավայրերում ապրող Արցախից բռնի տեղահանվածներին, ինչպես նաև տեղի անապահով ընտանիքներին։ Այսօր մենք հյուրընկալեցինք Մանուկյան Դեմիրճյան դպրոցի սաներին, ովքեր պատրաստեցին 200 հիգիենայի փաթեթներ, որոնք կբաժանվեն տարբեր մարզերում մեր տարբեր կամավորների շնորհիվ։ Իրենք ցանկանում են, բացի նրանից, որ այցելում են Հայաստան, նաև որևէ օգուտ բերեն։ Այս այցերի շնորհիվ իրենք ճանաչում են Հայաստանը, իմանում են իրենց հայրենիքը, ցանկանում են նորից վերադառնան եւ դա շատ է իրենց օգնում։ Ամռան ընթացքում Հայկական բարեգործական ընդհանուր միությունը կհյուրընկալի ավելի քան 200 երիտասարդի։ Նրանք հայրենաճանաչության եւ մարդասիրական ծրագրերի մասնակցելուց բացի հյուրընկալվում են կառույցի գրասենյակում։ Այստեղ ծանոթանում են 1906-ին Կահիրեում հիմնադրված ու ամբողջ աշխարհում հայերին միավորող կազմակերպության նպատակներին, Հայաստանում իրականացվող ծրագրերին։